Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը վերջնական համաձայնեցվել է եւ պատրաստ է ստորագրման։ Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլիի հետ համատեղ ածուլիսի ժամանակ։ Նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել եւ ամրապնդել գործընկերային հարաբերությունները ի շահ բարեկամ ժողովուրդների եւ ամբողջ տարածաշրջանի։ Պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցել Հայաստանի եւ Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Քրիստեն Միխալի հանդիպումը։ Քրիստեն Միխալը ողջունել է Հայաստանի կառավարության բարեփոխումների լայն օրակարգը եւ դրանց արդյունավետ իրականացման գործում հայտնել Էստոնիայի կառավարության պատրաստակամությունը։ Վարչապետը եւս ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել գործակցությունն Էստոնիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանը եւ Քրիստեն Միխալն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, այդ թվում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին, պետական կառավարման համակարգում թվային լուծումների ներդրմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը շեշտել է կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս հայտնել։ Հնդկաստանը քննարկում է պակիստանյան ավիափոխադրողների համար իրոթային տարածքը փակել եւ պակիստանյան նավերին Հնդկաստանի նավահանգիստներ մուտք արգելելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է The Economic Times թերթը վկայակոչելով կառավարության աղբյուրներին, ինչպես նշում է հրատարակությունը, այդ դեպքում Պակիստանը ստիպված կլինի ինքնաթիռներն ուղարկել Չինաստանի կամ Շրի Լանկայի տարածքով հարավարևելյան Ասիայի պետություններ հասնելու համար։ Ավելի վաղ Պակիստանն էր իրոթային տարածքը փակել Հնդկաստանի համար՝ ի պատասխան Նյու Դելիի քայլերի, որոնք ձեռնարկվել էին Պահլագամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։